Զավեշտալի է, որ շատերը իսկապես հավատում են, թե այս նեոբոլշևիկյան հայրենադավ եւ թրքասեր կառավարությունը, որը ֆետիշացնում է սովետական Հայաստանի քարտեզը եւ շարունակում է պարտվական քաղաքականություն վարել, կարող է մեզ պոկել Ռուսաստանի մանվան ճիրաներից եւ տանել դեպի Եվրոպա։ Սա միայն մակերեսային թատրոն է, որը երկարաժամկետ հեռանկարում ձեռնտու է միայն Կրեմլին, քանի որ նա չի կարողանա ամբողջ Հայաստանի Հանրապետությանը անել այն, ինչ արեց Արցախին, եթե Հայաստանի կառավարությանը չշարունակի ներկայացնել որպես մի հակառուսական ուժ։ Նա պետք է ապագայում գա եւ փրկի Հայաստանի Հանրապետությունը, ինչպես փրկեց Արցախի Հանրապետությունը։ Եվ դա անելու համար սկզբում իրեն պատճառ է պետք զերծ մնալու օգնություն ցուցաբերելուց։ Ամեն դեպքում լավ լուրը այն է, որ օրեցօր աճում է այն մարդկանց թիվը, ովքեր կամաց-կամաց հասկանում են, թե իրականում ինչ է կատարվում։